Եթերում 02 հաղորդաշարի հերթական թողարկումն է, բարև ձեզ, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Երիտասարդները խոստովանեցին, Երևանի տարբեր թաղամասերում կատարած եւս երկու կողոպուտ, մեքենային վարձում ու շրջում քաղաքում, մեկը հափշտակում էր, մյուսը մեքենան վարում։ Փորձը ցույց է տալիս, որ հանցավոր ագահությանը գրեթե միշտ հաջորդում է հիվանդագին շռայլությունը, եւ ահա ոստիկանների աչքից չէր վրիպել տուժողների փեսայի շռայլությունը։ Թոշակառուի դանակահարությանը նախորդել է վիճաբանություն որդու եւ նրա միջև։ Խոհանոցի պատուհանի կոտրված ապակիները տան տեղահան եղած որոշ իրերը վկայում էին այդ մասին։ Թողարկումը սկսենք քրեական անցուդարձով, ահազանգը գողության մասին էր։ Իհարկե քաղաքացին պարտավոր չէ տարբերակել հանցատեսակները, իմանալ թե ինչ ասել է բացահայտ հափշտակություն։ Իսկ Արաբկիրի քրեական հետախույզներն արագ բացահայտեցին կողոպուտը։ Առաջարկում ենք ուշադիր դիտել տեսանյութը, ենթադրվում է, որ նույն անձինք էլի են կողոպտել մարդկանց, որոնք չեն դիմել ոստիկանություն։ Փետրվարի 19-ի ժամը 5:40-ի սահմաններում 102 զանգահարած քաղաքացուհին հայտնում էր, որ քիչ առաջ գողացել են իր բջջային հեռախոսը։ Դեպքը տեղի էր ունեցել Հրաչյա Քոչարի փողոցի սննդի կետերից մեկում։ Ոստիկանները զննեցին դեպքի վայրը, կատարեցին անհրաժեշտ բոլոր միջոցառումները։ Տուժողի խոսքով երիտասարդը մտել էր սննդի կետ, ինչ-որ ուտելիք պատվիրել եւ մինչ ինքը կգրանցեր պատվերը, հափշտակել էր սեղանին դրված բջջային հեռախոսը, նստել ինչ-որ մեքենա ու փախել։ Ոստիկաններից էր պահանջվեց կասկածյալներին բերման ենթարկելու համար։ 1996 թվականին ծնված Հակոբ Հովհաննիսյանն ու 1997 թվականին ծնված Արամ Վարդանյանը բաժնում խոստովանեցին կատարածը։ Հրաչյա Քոչարի բիստրոյից մի հատ հեռախոս եմ վերցրել, եկել փորձել եմ երկու հոգուց զոնկավորել։ Անձնական խուզարկությամբ Վարդանյանի մոտից հայտնաբերվեց հափշտակված բջջային հեռախոսը։ Բացի այս դեպքից երիտասարդները խոստովանեցին Երևանի տարբեր թաղամասերում կատարած եւս երկու կողոպուտ՝ մեքենային վարում ու շրջում քաղաքում, մեկը հափշտակում էր, մյուսը մեքենան վարում։ Ոստիկանները կասկածներ ունեն, որ Հակոբ Հովհաննիսյանի եւ Արամ Վարդանյանի հանցավոր գործողություններից հնարավոր է տուժած լինեն այլ քաղաքացիներ եւս, որոնք կարող են դիմել ոստիկանության Արաբկիրի կամ մոտակա բաժին։ Փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։ Ճամբարակում կատարվածը գողություն էր, բնակարանային գողություն։ Նման հանցագործության նախապայման է, որ տանը մարդ չլինի, ու կասկածյալը հրաշալի գիտեր, այդպես էլ կա։ Ու թեև տուժած տանտերերն այդպես էլ հանցագործության վերաբերյալ հաղորդում չէին տվել, վստահ, որ տանողը մոտիկ մարդ է, ճամբարակի քրեական հետախույզները բացահայտեցին գողությունը։ Փետրվարի 7-ին ոստիկանության ճամբարակի բաժնի աշխատակիցները գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Ջիլ գյուղի բնակիչ 37-ամյա Ռուբեն Բոյախչյանին։ Գողության մասին ոստիկանությունում տուժողից հաղորդում չէր ստացվել, քրեական հետախույզները տեղեկացել էին օպերատիվ աշխատանքի միջոցով։ Հունվարի 6-ին Ջիլ գյուղից ամուսիններ էին հյուրընկալվել Փեսայի տանը, Սուրբ Ծնունդը նշելու։ Երբ վերադարձել էին տուն, նկատել էին, որ ննջարանում մահճակալից կախված պայուսակից անհետացել է 800,000 դրամ։ Փողը վարկով էին վերցրել ու դրա մասին քչերը գիտեին, չէին դիմել ոստիկանություն, կասկածել էին հարևաններին եւ փորձել սեփական միջոցներով գտնել գողացվածը։ Դեպքից մեկ ամիս անց դեռ գողության վերաբերյալ հաղորդում չկար, բայց ոստիկանները ծավալուն միջոցառումներ ձեռնարկեցին հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու համար։ Փորձը ցույց է տալիս, որ հանցավոր ագահությանը գրեթե միշտ հաջորդում է հիվանդագին շռայլությունը, եւ ահա ոստիկանների աչքից չէր վրիպել տուժողների փեսայի շռայլությունը։ Մեկ ամսում մարել էր պարտքով գնաց BMW-ի գումարի մնացորդը։ Փեսան Ռուբեն Բոյախչյանն էր։ Ոստիկանության ճամբարակի բաժնում Բոյախչյանը խոստովանեց, որ աներոջ տնից ինքն է փողը գողացել։ Վստահ էր, որ տանը չէին, իրենց տանն էին խնջույքի։ Գողանալուց հետո վերադարձել էր տուն ու շարունակել ուրախությունը։ Քննությունը շարունակվում է։ Փետրվարի 16-ի օրը ծանր ստացվեց Արարատի քրեական հետախույզների համար, նաև հոգեբանորեն ծանր։ Ահազանգի հետ Արարատի մարզի Գոռավան գյուղ մեկնեց նաև մեր նկարահանող խումբը, եւ սպանության բացահայտումը կարելի է ասել կատարվեց մեր տեսախցիկի առաջ։ Սպանության վերաբերյալ ահազանգը ոստիկանության Արարատի բաժնում հնչեց ժամը 17:50-ի սահմաններում։ Ահազանգողը Գոռավան գյուղի Գորիշխանի անվան փողոցի բնակչուհիներից էր։ Փողոցի թիվ 31 տուն մեկնած օպերատիվ խումբը 71-ամյա թոշակառու Հովհաննես Աղաջանյանի դին հայտնաբերեց խոհանոցում, հատակին ընկած։
Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվեցին կտրած ծակած վերքեր, որոնք ըստ դատաբժիշկի նախնական եզրակացության դանակահարության հետևանք են։ Դեպքի վայրի մանրակրկիտ զննությամբ արյան հետքեր հայտնաբերվեցին Միջանցքի եւ Խոհանոցի մի շարք առարկաների վրա, որոնցից ոստիկանության քրեագետը նմուշներ վերցրեց փորձաքննությունների համար։ Դանակները եւս, որոնցից մեկի կոթը կոտրված էր, հայտնաբերվել են դեպքի վայրի զննությամբ։ Շեղբերին առնանման հետքեր կային, իսկ թե որն է հանցագործության գործիքը կպարզվի համապատասխան փորձաքննությամբ։ Դանակներն առգրավվել եւ ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Նախնական տվյալներով թոշակառուի դանակահարությանը նախորդել է վիճաբանություն որդու եւ նրա միջև։ Խոհանոցի պատուհանի կոտրված ապակիները տան տեղահան եղած որոշ իրերը վկայում էին այդ մասին։ Արարատի բաժնի ոստիկանների արագ արձագանքման ու հետախուզական միջոցառումների օպերատիվ կազմակերպման արդյունքում հանցագործությունը բացահայտվեց։ Հենց նույն տնից կասկածանքով բաժին բերման ենթարկվեց սպանվածի որդին 46-ամյա Մարտին Աղաջանյանը։ Հայրիկիս եմ սպանել։ Խեղճացնում էր ինձ ամեն հարցում։ Հետո չէր թողում աշխատել, չէր թողում ամուսնանալ, ոչ մի բան չէր թողում անել, ես էլ դավադի տարա սպանեցի։ Մարտին Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել սպանության հատկանիշներով, նա կալանավորվել է, կատարվում է քննություն։ Վարորդների շրջանում կան դժգոհություններ կապված մեքենաների զուգահեռ եւ ոչ զուգահեռ կանգառի ու կայանման հետ։ Նաեւ դրանցի հետևանք բողոքներ են ստացվում տեսանկարահանող սարքերով արձանագրված վարչական իրավախախտումների ակտերի իրավաչափության վերաբերյալ։ Ճանապարհային ոստիկանությունն էլ մտահոգ է խնդրով։ Մեր անդրադարձը։ Մեր նկարահանող խումբը փորձեց պարզել, թե հիմնականում ինչն է մտահոգում վարորդներին։ Մեծ այդ զրույցում Աքիլես հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ շատ դեպքերում հենց վարորդներն են անփույթ կամ ճանապարհային որոշ նշանների նշանակությունը չգիտեն, սակայն ճանապարհային ոստիկանությունն այս առումով լուրջ աշխատանք ունի անելու։ Կապված է այն հարցի հետ, որ վարորդները իբրև գալիս են նախատեսված կանգառ կատարելու համար նախատեսված տեղերում կանգառ են կատարում։ Այսինքն ճանապարհները երբ ունեն տեղային լայնացում, որը ժամանակին արվել է, այսինքն վարորդներն էլ գիտեն, որ այդ լայնացումը արված է հենց կանգնել այդ լայնացման տեղը եւ հանկարծ պարզվում է, որ այդտեղ կանգնելն արգելված է եւ արգելվածը ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն։ Բավականին շատ տեղեր կա, շատ տեղեր կա, որ կա լայնացում, բայց չկա գծանշում։ Ինչ միջոցներ պետք է ձեռնարկի ճանապարհային ոստիկանությունը։ Թողեք այդ բորդյուրներով, այսպես ասած, եզրաքարերով, մայթի եզրաքարերով բերեք, փակեք, որ թող չմտնեն։ Թե չէ բացել եք դե մեկը կմտնի էլի։ Թեև պարոն Հովհաննիսյանի նշած գործողությունները, այսինքն նշված հատվածները եզրաքարերով փակելը ճանապարհային ոստիկանության գործառույթների մեջ չի մտնում, սակայն այս առումով արդեն ձեռնարկվել են միջոցառումներ։ Այն լայնացված վայրերում, գրպանիկներում, որտեղ ինչ-ինչ պատճառներով զուգահեռ կայանումը հնարավոր չէ եւ ուղղահայաց կանգառը խոչընդոտում է երթևեկությանը ու համարվում է իրավախախտում, ոստիկանությունը առաջարկություն է ներկայացրել Երևանի քաղաքապետարան դեկորատիվ տարրեր տեղադրել, որպեսզի բացառվի խախտում անելն ու տուգանվելը։ Այս հարցի հետ կապված մյուս խնդիրն էլ վարորդների անուշադրությունն է։ Շատերը տեսնելով, որ մի մեքենա ոչ զուգահեռ կանգառ է կատարել, նույնությամբ կայանում են այդ մեքենայի հարևանությամբ, ուշադրություն չդարձնելով ճանապարհային նշանին։ Այս մասին իր խոսքում փաստեց նաև վարորդի ընկեր հասարակական կազմակերպության նախագահը։ Վարորդներին դե հիմնական շփոթացնում են գրպանիկներով այդ համանազատված տարածքները, որ վարորդի համար ինքնին ընկալելի չի տվյալ հատվածը ոնց կայանում կատարի, եթե գծանշումն ու ճանապարհային նշանները բացակայում են ու հիմնականում վարորդները կայանում են, եթե տեսնում են մի հատ մեքենա, ասենք եզրին ոչ զուգահեռ կայանում է կատարը, գալի ինքն էլ նմանատիպ կանգառ կամ կայանում է կատարում ու տուգանվում է։ Գրպանիկների հետ կապված ավելի մատչելի եւ հասկանալի կլինի, որ թույլատրեն այդտեղ եզրին ոչ զուգահեռ կայանելու։ Լրացուցիչ տեղեր, հա, մարդկանց թույլ կտա կայանում ավելի շատ մեքենա կայանի, հա, այդ մոտ 1 մետր իրար հետևից կայանեն, թե 2 մեքենա կայանի ավելի երկար տարածք զբաղեցնելու հետ կապված։
Ճանապարհային ոստիկանության նպատակը վարորդներին տուգանելը չէ, այլ խախտումները կանխելն ու նախականխելը, եւ բնականաբար զուգահեռ ու ոչ զուգահեռ կանգար կայանման կանոնները խախտելու համար տուգանվող վարորդների մեծ քանակը մտահոգում է նաեւ ճանապարհային ոստիկանությանը։ Ուսումնասիրություններով պարզվել է, որ մի քանի անգամ նույն տեղում սխալ կայանման պատճառով տուգանքներ վճարելուց հետո էլ կան վարորդներ, որ շարունակում են կատարել նույն խախտումը։ Այս կապակցությամբ ճանապարհային ոստիկանությունը իրականացրել է միջոցառումներ, մասնավորապես հանդիպումներ են եղել հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ կողմերի, վարորդների ու քաղաքացիների հետ։ Քննարկման առարկա են դարձել նրանց ներկայացրած ողջամիտ առաջարկները։ Զուգահեռ եւ ոչ զուգահեռ կայանման համար խախտումները նվազեցնելու համար հանձնարարվել է ճանապարհի լայնացված հատվածներում, որտեղ անգամ նվազդ հնարավորություն կա ուղղահայաց դիրքով կայանելու կազմակերպել կայանավայրեր։ Իսկ հիմա դիմենք վարորդներին։ Եթե ճանապարհահատվածում կա այսպիսի ճանապարհային նշան, նշանակում է կարելի է կայանել բացառապես մայթին զուգահեռ, իսկ այն հատվածներում, որտեղ այս նշանն է, պետք է կայանել բացառապես մայթին ուղղահայաց, այս դիրքով։ Եթե ինչ-ինչ պատճառներով չկա զուգահեռ կամ ոչ զուգահեռ կայանման ճանապարհային նշան, ապա վարորդը պետք է մեքենան կայանի մայթին զուգահեռ։ Հարգելի վարորդներ, եղեք ուշադիր, հետևեք ճանապարհային երթևեկության նշաններին, խախտումներ մի արեք եւ զերծ կմնաք տուգանքներից։ Ոստիկանության անցած տարվա աշխատանքի արդյունքներն ամփոփելիս որոշվել են նաեւ տարբեր ծառայությունների գծով տարվա լավագույնները։ Այսօր կներկայացնենք պետական պահպանության գլխավոր վարչության 2016 թվականի պահպանության լավագույն ծառայողին։ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նոր-նորքի պահպանության բաժնի դասակի հրամանատարի օգնական ջոկի հրամանատար ոստիկանության ավագ ենթասպա Արամ Կարապետյանը հատուկ հանձնաժողովի կողմից լավագույնը ճանաչվելու պատվին արժանացավ օրինակելի վարքով, բարեխիղճ ծառայությամբ։ Արամը բռնող խմբում է, սա այն խումբն է, որն ազդանշանային համակարգի ծահազանգ ստանալով անմիջապես դեպքի վայր է մեկնում, ինչը նշանակում է հանցագործության կանխում, բացահայտում, հանցագործի վնասազերծում։ Ռազմականացված ջոկատի հրամանատար Անդրեյ Վերանյանը, որ բաժնի փորձառու աշխատակիցներից է, վստահեցնում է. Արամը վաստակել էր լավագույնի կոչման պատիվն իր բանիմացությամբ, ծառայությանը նվիրվածությամբ, օրինակելիությամբ, իսկ ամենակարևորը ըստ Անդրեյ Վերանյանի որպես մարդ ազնիվ, բանիմաց, խելացի ընկեր։ Եթե գործընկերդ վստահելի մարդ է, բանիմաց եւ ուժեղ, ծառայության մեջ զգում ես քեզ վստահ եւ ապահով։ Ասացինք, Արամ Կարապետյանն ընդգրկված է բռնող խմբում, ուստի ծառայության ընթացքում բազմաթիվ են դեպքերը, երբ առաջինն է հասել դեպքի վայր։ Այդպես եղավ նոյեմբերի լույսի 7-ի գիշերը։ Գողության դեպքեր արձանագրվել, իրանք քանի որ բռնող խումբն էին, բնականաբար առաջին ահազանգ իրանք էին ստացել եւ առաջինն էին հասել դեպքի վայր, որից հետո մենք ենք մոտեցել, սակայն մինչեւ բաժնի օպերատիվ խմբի մոտենալը Արամ Կարապետյանը շատ ճիշտ էր կողմնորոշվել դեպքի վայրում, շատ ճիշտ օպերատիվ հմուտ մասնագետի պես իր գործունեությունը կատարել, մենք հասել ենք դեպքի վայր, կարելի ասել ամենամեծ բան չէր մնացել, որտեղ դեպքի վայրը պահպանված էր, հանցագործը բռնված էր։ Ճշմարիտ է ասված, լավ ոստիկան լինելու համար նախ եւ առաջ պետք է լավ մարդ լինել, լավ որդի, լավ ծնող։ Արամ Կարապետյանի տանը համոզվում ենք դրանում։ Իմ հայրիկի համար իդեալ է, որին ես միշտ ցանկանում եմ նմանվել, վստահում եմ իրան, այն անվերապահորեն ամեն ինչում։ Միշտ հպարտացել եմ իրանով, բայց հետո իմ համար առանձնակի մի հպարտության օր, երբ որ ես իմացա, մի երջանիկ ժպիտ իմ հայացքում հայտնվեց, ու որ այդ օրը ուզեցա հենց իր օրն էլ մի երջանիկ օր դարձնել, որ հենց մտածում այդ ժպիտը, որ բոլորի աչքերի մեջ կար, որ իր աչքերը աշխատեցին ինձ անել, որ այդ օրը միշտ իրան տենց ուրախ տեսնեմ։ Ոստիկանի ծառայությունն անկանխատեսելի է եւ ցանկացած պահի կարող է վտանգավոր դառնալ։ Արամ Կարապետյանի կյանքում այդպիսի դեպքեր եղել են։ Օրինակ, փորձություն էր սուպերմարկետից գողության դեպքը։ Հասնում եմ այն պահին, տեսնում եմ 3 հոգի անմիջապես ձեռքերը պայուսակներ ու փախնում են։ Հետևներից վազել եմ։ Ճանապարհին անընդհատ կանգնիկ կրակեմ, նախազգուշական անընդհատ ասում է իրան, զգուշացնում է, կանգնեք կրակեմ, 3-ով էին։ Հետո գայի պողոտայի վրա նոր օդ կրակել եմ, ինքը այդ պահին վախից էր, թե ինչ էր, վայր ընկավ։ Իրա դիմակն եմ հանել, նոր դիմակը հանելուց հետո ձեռնաշխտաներ հագցրեցինք ու իրան տարանք ոստիկանության բաժին։
Մենք փոքր ազգ ենք, մեր լավ մարդիկ պետք է շատ լինեն, ասում է Արամի հայրն ու ավելացնում. Չեմ զարմանում, որ իմ որդուն աշխատավայրում հարգում են, վստահում։ Այդպես էլ պետք է լիներ, նա այդպիսի դաստիարակություն է ստացել ու չէր կարող լավ մարդ չլինել, այլ կերպ պարզապես իրավունք չունի։ Հոր խոսքերը պատգամի պես են Արամ Կարապետյանի համար, վատ մարդ լինելու իրավունք ոստիկանը պարզապես չունի։ Հերոսների հոբելյանը նշվում է միշտ, նաև հետմահու։ Մեր վերջին տեսանյութը 50-ամյա անմահ հերոսի մասին է։ Իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։ Փետրվարի 13-ը Գագիկ Ստեփանյանի միլիցիայի հատուկ նշանակության Թայֆուն ջոկատի ազատամարտիկ Հեթանոս Գագոյի ծննդյան օրն էր։ Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ գնդապետ Հայկ Բաբայանի նախաձեռնությամբ փետրվարի 17-ին Գագիկ Ստեփանյանի ազգականներն ու մարտական ընկերները, ոստիկանության աշխատակիցներ, նրա անունը կրող 135 հիմնական դպրոցի աշակերտները տնօրեն Գագիկ Ներսիսյանի ուղեկցությամբ ծաղիկներ դրեցին հերոսի գերեզմանին։ Նրա հուշաքարի մոտ դպրոցականներն ասմունքեցին եւ երգեցին հայրենասիրական երգեր։ Հաղորդությունը շարունակելու համար ոստիկանության զորքերի 1033 զորամասի հրամանատար գնդապետ Գուրգեն Գրիգորյանը ներկաներին ուղեկցեց զորամաս։ Այստեղ հերոսների հուշապատի մոտ ոստիկաններն ու աշակերտները ծաղիկներ դրեցին կյանքը հայրենիքին նվիրած հերոսի նկարի առաջ։ Դպրոցականները շրջեցին զորամասի տարածքում, ծանոթացան զինատեսակներին։ Ոստիկանական զորագնդի առաջին գումարտակի լսարանում դասակի հրամանատար Արման Աբրահամյանը պատմության դաս անցկացրեց դպրոցականների համար։ Թեման զորամասի պատմությունը, մարտական ուղին եւ հերոսները։ Ոստիկանները սիրով պատասխանեցին հետաքրքրասեր աշակերտների հարցերին։ Զորամասի դահլիճում դպրոցականները ներկայացան հանդես ելույթով նվիրված Գագիկ Ստեփանյանի մարտական ուղուն եւ կյանքին։ Միջոցառման ավարտին զորամասի հրամանատարը ոստիկանություն հասարակություն կապի ամրապնդման համար շնորհակալագիր հանձնեց դպրոցի տնօրենին։ Իրազեկում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը։ Անձնագրային գործողությունների համար գանձվող պետական տուրքի դրույքաչափեր, հին նմուշի անձնագիր 1000 դրամ, հին նմուշի անձնագրում օտարերկրապետությունում վավերականության նշում կատարելու յուրաքանչյուր 1 տարվա համար 1000 դրամ, նույնականացման քարտ 3000 դրամ, կենսաչափական անձնագիր 25000 դրամ, 16 տարին լրացած անձի հաշվառում 1000 դրամ, 16 տարին լրացած անձի հաշվառման տեղեկանք 1000 դրամ, պետական տուրք չի գանձվում, հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելիս, հանրային ծառայությունների համարանիշ ստանալիս, 16 տարին չլրացած երեխային հաշվառելիս, 16 տարին չլրացած երեխային հաշվառման տեղեկանք տրամադրելիս, հին նմուշի անձնագիրը 16 տարեկանը լրանալուց հետո առաջին անգամ տրամադրելիս, հին նմուշի անձնագիրը կամ նույնականացման քարտը աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամին տրամադրելիս, նույնականացման քարտն առաջին անգամ տրամադրելիս, եթե 16 տարին լրանալուց հետո անձը չի ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս, երբ դիմողը միայնակ կենսաթոշակառու է, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կամ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվող անձ։